Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 18-ն է, ես Էդուարդ Այվազյանն եմ։ Երեկվա մեր էմոցիոնալ հաղորդումից հետո այսօր ավելի հանգիստ երկար հաղորդում փորձենք անել, քանի որ կան բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք որ անհրաժեշտ է հիմա քննարկել եւ հասկանալ։ Հարցեր կան թե Հայաստանից եւ թե աշխարհից։ Ինչպես արդեն տեղեկացաք, երևի թե տեղեկացել եք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եւ Իրանի նախագահը Դոնալդ Թրամփը եւ Մասուդ Փեզեշքյանը on-line ռեժիմով փոխհմբռնման հուշագիր են պատերազմի վերաբերյալ դադարեցման վերաբերյալ հուշագիր են ստորագրել on-line ռեժիմով, չնայած ես պատկերացնում եմ, որ այն ստորագրվել էր, չեմ ասում նախագահների միջև, ինչ որ փաստաթուղթ ասում են ստորագրվել էր, բայց այսօր մենք ունեցանք փաստաթուղթ եւ որոշակի տեքստից անոթացանք, թե ինչ են ստորագրել կողմերը։ Դրանից բացի աննախադեպ օդային հարձակման է ենթարկվել Մոսկվան։ Կարելի ասել, որ ամբողջ Մոսկվայի վրա, դե ամբողջ Մոսկվան շատ մեծ է, բայց Մոսկվայի վրա ծուխ է, քանի որ բազմաթիվ թիրախներ է խոցել Ուկրաինան։ Այսպիսի օդային հաջողություն Ուկրաինան երբևիցե չէր գրանցել, այսպիսի մեծամասշտաբ օդային հաջողություն եւ փաստացի կաթվածահար է արվել Մոսկվայի ամբողջ օդային համակարգը, օդանավակայանները չեն գործում եւ դրանից բացի բավականին հետաքրքիր խուճապ է առաջանում Մոսկվայում ուկրաինական դրոնների հետ կապված։ Եվ դրանից բացի ամենակարևորը կքննարկենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստանի ներսում, քանի որ հետաքրքիր քաղաքական հայտարարություններ են արվում եւ սպասվում են որոշակի գործողություններ, թե իշխանության կողմից եւ թե Ռուսաստանի ընդդիմադիր ուժերի կողմից։ Կարծում եմ կարևոր է նաեւ խոսել Հական Ֆիդանի այցի վերաբերյալ Մոսկվա, իր հանդիպումներին Վլադիմիր Պուտինի հետ, Սերգեյ Լավրովի հետ, Շոյգուի հետ եւ այդպես շարունակ։ Ինչ է ուզում Ռուսաստանը հարավային Կովկասում եւ ինչու հիմա փոխել է իր տակտիկան եւ փորձում է թուրքերի միջոցով մտնել հարավային Կովկաս, ազդել Հայաստանի վրա Թուրքիայի միջոցով եւ կրկին մեր մեջքի հետևում պայմանագրեր կնքել թուրքերի հետ։ Սա լավ կլինի, որ իմանան նաեւ այն հայերը, որոնք որ պաշտում են Ռուսաստանի քաղաքականությունը եւ Վլադիմիր Պուտինին։ Սկսենք նրանից, որ այսօրվա Փաշինյանի մամլո ասուլիսը մեծ հաշվով ինձ որևիցե նոր հետաքրքիր տեղեկություն չտվեց, կարելի ասել թրեփի մասով եղավ միայն հետաքրքիր հայտարարություն, որ մեծ հիմնադրամ է արդեն ստեղծվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ գործերը շուտով կսկսվեն, չնայած որ վավերացման փուլ եւս կա թրիփի հետ կապված, բայց Փաշինյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի, որ աշխատանքը շատ ավելի շուտ սկսվի։ Այն, որ մեծ հիմնադրամ է ստեղծվել եւ բավականին հետաքրքիր մեծ գումարներով, դա չափազանց կարևոր հայտարարություն էր։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, այսօր մենք տեսանք Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն, որ ընդդիմությունը միավորվում է։ Իսկ Փաշինյանը շատ հստակ ասաց, որ իրենք միշտ միավորված են եղել, շատ հստակ ակնարկելով, որքանով սա ակնարկ է նույնիսկ կարելի ասել, որ ակնարկել չի, այլ հստակ խոսք է, որ իրենց տերերով իրենք միշտ էլ միավորված են եղել։ Մոտավորապես այսպիսի գաղափար դրեց իր խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանը, բայց այստեղ կա մի բայց։ Ինչու դա տեղի չունեցավ ընտրություններից առաջ, խոսում է դրա մասին Սամվել Կարապետյանը, բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ եթե նման բան տեղի ունենար ընտրություններից առաջ, իրենք ավելի շատ կորցնելու էին, քան գտնելու։ Դա միանշանակ է, քանի որ շատ-շատերը, ովքեր որ առանց ընտրակաշառքի գնացել եւ ձայն են տվել Սամվել Կարապետյանին, բնականաբար չէ, որ բոլորը չէ ընտրակաշառքով են գնացել, կան այնպիսի մարդիկ եւ հազարավոր մարդիկ, որոնք որ առանց ընտրակաշառք վերցնելու են գնացել քվեարկել Սամվել Կարապետյանի օգտին։ Ահա այդ մարդիկ դժվար թե այդ ժամանակ քվեարկեին, եթե Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը եւ էլի ուրիշներ միանային միմյանց։ Իսկ հիմա իրենց ուղակի ոչինչ չի մնում եւ իմ պատկերացմամբ նաեւ արտաքին հրահանգը, որ գալիս է կոնկրետ այդ ուղղությամբ, հենց դրա մասին է
խոսում։ Եվ հիմա վերջին փորձերից մեկն է համախմբվել, չնայած որ ես կրկնեմ ներքին կարգով ես գիտեմ, որ իրենք միշտ էլ համախմբված էին եւ փորձել դուրս հանել մարդկանց փողոց։ Արդեն իսկ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ փորձելու են շատ հզոր ցույց անցկացնել, իմիջայլոց այդ դիմումը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Չինաստանին, Ռուսաստանին։ Լավ, ուրիշ խոսքեր չասեմ, բայց լուրջ չէ։ Ընդհանրապես սա կասեմ։ Եվ տեսնենք, թե ինչ կլինի շարունակությունը։ Ես կարծում եմ, որ շարունակությունը շատ վատ է լինելու բոլոր նրանց համար, ովքեր որ հայկական քաղաքականություն են մտել օտար երկրների պատվերով, հստակ պատվերով։ Այսօր հետաքրքիր նաև հայտարարություն եղավ ՀԱՊԿ-ից, հիմա արդեն հաստատի ՀԱՊԿ-ը քննարկելու է Հայաստանի հարցը անդամակցության, քանի որ Հայաստանը 3 տարի է չի մուծել անդամը վճար։ Հիշում եք, չէ՞, Լավրովի հայտարարությունը, հիմա այս հայտարարությունը արդեն մենք ստանում ենք ՀԱՊԿ-ից։ Ու կարծում եմ, որ այստեղ էլ Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնելու է։ Արի քաշվենք ինչ հարցերով է Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնել։ Առանց նեղանալու, ես գիտեմ, որ կարող են մարդիկ լինեն, ովքեր որ բիզնեսով են զբաղվում, շատ նեղված են ռուսական էմբարգոյի հետ կապված, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը մեզ օգնեց, որպեսզի մենք կարողանանք արտահանել ապրանք Եվրոպա։ Եվրոպան լուրջ օգնություն է խոստանում, եւ ես համոզված եմ, որ մենք այստեղից կշահենք եւ դիվերսիֆիկացիայի կընթարկենք մեր տնտեսությունը, ավելի անկախ կլինի։ ՀԱՊԿ-ի հարցով միշտ ասում ենք ՀԱՊԿ-ից դուրս արիք եւ դուրս չեն գալիս։ Հիմա կարող են մեզ օգնեն, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Երրորդը, դերևս չեն ճանաչել ընտրությունները Հայաստանում։ Խորհրդարանական ընտրությունները, որոնք որ տեղի ունեցան Հայաստանում, դերևս չեն ճանաչել եւ դա ստիպում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք գնան ավելի կոշտ եւ հետաքրքիր քայլերի։ Հետաքրքիր ասելով, հույսով եմ հասկանում եք, թե ինչի նկատի ունեմ։ Կոնկրետ այն ուժերի նկատմամբ, ովքեր որ օտարի շահն են սպասարկում Հայաստանում եւ օտարի հրահանգով շատ վատ գործողությունների մեջ են ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ ինքնիշխանության։ Ինչքան էլ սուտի ազգային լոզունգներով հանդես գան, սուտի ազգային լոզունգներով։ Գիտեմ, ազգային լոզունգները շատ ոգևորիչ են շատ շատերի համար։ Ես այստեղից կարող եմ այնպես ճառել, այնպիսի ազգային լոզունգներով հանդես գալ, որ շատերը ծափահարեն, բայց որպես ստապ մարդ ես հասկանում եմ, որ ցանկացած խոսքով կարող ես թե վնասել եւ թե օգուտ տալ։ Եվ բնականաբար դատարկախոսությամբ, դատարկ ճառերով չեմ ցանկանում վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը։ Բայց Ռուսաստանի Դաշնությունից շատ լավ գիտեն։ Հնուց փորձված է ոչ միայն հայերի վրա, որ բազմաթիվ ժողովուրդների վրա կարելի է ազդել հայրենասիրական զգացմունքներով եւ դրա համար հստակ հրահանգավորված են այդ ուժերը, որպեսզի անպայման ազգային լոզունգներով հանդես գան։ Ես գիտեմ, որ մեր ալիքի հետևորդները միանշանակ չեն խաբվի այդ ամենին եւ շատ լավ տարբերում են։ Հացը չորից հասկանում են իրական հայրենասիրությունը կեղծ հայրենասիրությունից, իրական հայրենասերներին կեղծ հայրենասերներից, պետություն սիրող մարդկանց եւ քոչվոր ցեղի հայրին վերածել ցանկացող մարդկանց առանց պետության։ Եվ հետեւաբար ես գրեթե համոզված եմ, որ Սամվել Կարապետյանը եւ իր թիմը ասելով Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ մնացածները չեն կարողանալու շատ մեծ եւ հզոր հանրահավաքներ անել։ Կարող է 1-2 օր ինչ-որ բաներ ստացվի, մաքսիմում մի քանի տասնյակ հազար, մի քանից որ ասում եմ 2 տասնյակից ավել չեմ էլ տեսնում ես Հանրապետության հրապարակում կամ ուրիշ տեղ, այդ դա շատ երկար չի տևի։ Իսկ հետևանքները իրենց համար միանշանակ կլինեն կործանարար։ Սա է իմ կանխատեսումը։ Բայց արիք ամեն դեպքում գուշակություններով չզբաղվենք, բայց սա է այսօր Հայաստանում քաղաքական նաև ռեալիզմը։ Կարծում եմ կարևոր է քննարկել Հակոբ Ֆիդանի այցը Թուրքիա։ Ես շատ ուշադիր էի, թե ինչ հայտարարություններ են արվում Հայաստանի հետ կապված, եւ ես հասկանում եմ, որ Ռուսաստանը անպայման բաց չի թողել շանսը քննարկել Թուրքիայի արտգործնախարարի հետ Հայաստանին վերաբերող հարցեր։ Դերևս այն հաղորդագրությունները, որոնք որ մենք ստանում ենք Մոսկվայից, կարելի ասել ինչ որ չափով բավարար են Հայաստանի մասով։ Կարևոր հաղորդագրությունները, որ Պուտինը կազանում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հակոբ Ֆիդանին
եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը իր բարեբախտանքներն է փոխանցել Էրդողանին։ Հետո մենք տեսնում ենք հաղորդագրություն, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այսինքն այս հայտարարությամբ հանդես է եկել Հական Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը, եւ սա լավ հայտարարություն է։ Նա ասում է, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան։ Չեն եկել, հա, անհրաժեշտ պայմանները ի հայտ։ Սա էր պետք հայտարարել երևի Ռուսաստանում, քանի որ թուրքերը շատ լավ գիտեն ռուսների դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի հետ կապված։ Բայց կարևոր է նաև այն, որ Հական Ֆիդանը շեշտել է, որ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկում կարգավորելու համար հարաբերությունները։ Այդ ուղղությամբ շատ կարևոր քայլեր է անում Փաշինյանը։ Ու նա ասում է, որ մեր նախագահի հանձնառությամբ Հական Ֆիդանն է ասում, եւս ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում ուղիղ առևտրի եւ օդային հաղորդակցությունների հաստատումը։ Կարծես Ռուսաստանի մոտ ինչ որ մի ձևով Հական Ֆիդանը արդարանում է, թե ինչու են բացում Հայաստանի հետ հաղորդակցությունը օդով եւ նաեւ Կարսախալխալակի մասով։ Եվ դրանից բացի ես նկատեցի այն, որ Հական Ֆիդանն էլ է խոսում բնականաբար ռուսների ցանկությամբ 3+3-ի մասին, կարևորելով 3+3 ծրագիրը։ Իսկ կարծում եմ, որ Հայաստանը ժամանակն է, որ հայտարարի, որ չի ցանկանում մասնակցել այդ ֆորմատով որևիցե հանդիպման։ Սա լավ կլինի նաև նրա համար, որ թուրքերն էլ մեկ ընդմիշտ հասկանան, որ Հայաստանը հրաժարվում է 3+3 ֆորմատից եւ խաղեր չխաղան։ Բայց այս բանակցությունները եւ հայտարարությունները ինձ հստակ հուշում են մեկ բան, որ Ռուսաստանի Դաշնությունը կրկին բաներ է խոստանում Հայաստանի հաշվին եւ կրկին զիջումների է ուզում գնալ մեր հաշվին, ցավոք սրտի։ Մենք դա տեսել ենք Արսում, մենք դա տեսել ենք Նախիջևանում, նույնիսկ Կարնում մենք դա տեսել, երբ Անտրանիկի զորքերը մնացին միայնակ։ Ռուսները թողին եւ հեռացան եւ Անտրանիկը արդեն ստիպված էր դուրս գալ ազատագրած տարածքներից։ Այսինքն ես քրեթե համոզված եմ, որ Ռուսաստանը սկսել է խոստանալ, ինչ որ բաներ խոստանալ Հայաստանի հաշվին, միայն թե Թուրքիան ճանապարհը չբացի Հայաստանի համար եւ փորձի խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ եվրոպացիների եւ Միացյալ Նահանգների մուտքին տարածաշրջան։ Այսինքն եթե ես սա ասում եմ, կոնկրետ նկատի ունեմ աշխարհագրությունը, այնպես չէ որ Թուրքիան ազդեցություն ունի Հայաստանի քաղաքականության վրա։ Ճիշտ հասկացեք, եթե աշխարհագրություն գիտես, պատկերացում կարող ավելի լավ ունենաս քաղաքականությունից եւ տվյալ պարագայում, երբ որ մենք նայում ենք աշխարհագրությանը, հասկանում ենք, թե Թուրքիան որքան կարևոր է Հայաստանի համար, արտաքին աշխարհ դուրս գալու համար, եւ Ռուսաստանը հիմա ուզում են կոնկրետ Թուրքիայի միջոցով հակել այդ բացվող ուղին Հայաստանի համար։ Եվ բնականաբար այդ ամենի համար ավելին պետք է խոստանա, քան դա կարող են ստանալ թուրքերը եվրոպացիներից եւ Միացյալ Նահանգներից։ Եվ ներսում էլ այդ ուժերը, որ մենք ունենք, միևնույն է կուրորեն պաշտպանելու են Ռուսաստանի շահը։ Շատ կարևոր է այս համատեքստում անդրադառնալ նաեւ Ալիևի այսօրվա նոր զառանցանքին, բայց այս զառանցանքը արվել է իր ներքին լսարանի վրա ազդելու նպատակով։ Ալիևը ասում է, որ մենք երբեք չենք մոռանա հայկական օկուպացիան, բայց մենք պետք է նայենք դեպի ապագա, այն որ պետք է նայեն դեպի ապագա հայտարարության մասը բնականաբար լավն է, բայց երբ խոսում է հայկական օկուպացիայի մասին եւ որ իբր կարողացան իրենք վրեժ լուծել եւ իրենք հզոր են դրա համար չեն ցանկանում պատերազմի, պատրաստ են մոռանալ այն ամենը, քանի որ կարողացել են վրեժ լուծել եւ հիմա տրամադրված են գնալ դեպի խաղաղություն, այս հայտարարությունը մի կողմից դրական ուղերձներ է իր մեջ պարունակում, մյուս կողմից երբ նա խոսում է օկուպացիայից կամ վրեժի մասից կամ ուժեղ լինելու մասից, բնականաբար սա նմանվում է կրկին զառանցանքի։ Այսինքն այս հայտարարությունից մենք կարող ենք հասկանալ, որ Ալիևը հիմա ստիպված է գնալ խաղաղության իր հասարակությանը։ Ճիշտ է պատրաստում է կարծես թե այդ հայտարարություններով խաղաղության, բայց մյուս կողմից անընդհատ խոսում է հայկական օկուպացիայի մասին եւ նրա մասին, որ իրենք հզոր են, իրենք բարեժ խնդիր են եղել։ Սա էլ այսպես սիրելի հայրենակիցներ, հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը։ Բլումբերգի տեղեկություններով
G7-ի ընթացքում կարողացել են G7-ի երկրների ղեկավարները համոզել հասկացնել Թրամփին, որ պետք է աջակցել Ուկրաինային։ Եվ ես էլ հստակ միտումներ եմ տեսնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է փոխել իր դիրքորոշումը, սա նաև կարող է պայմանավորված է Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրություններով, որոնք որ տեղի կունենան կարծես նոյեմբերին, չէ, արդեն կոնգրեսում։ Այնց բացի Ուկրաինան սկսել էր օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ հիմա նաև դրոների արտադրության հարցով փորձում են օգնել ամերիկացիներին իրենց փորձով դրոնային պատերազմները վարելու եւ այլն այդպես շարունակ դրա համար փորձում է փոխել իր դիրքորոշումը Դոնալդ Թրամփը եւ նաեւ հասկացավ նա այն, որ բավականին լուրջ դերակատարություն ունեցավ Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատերազմում Ռուսաստանը ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսինքն այդ ամենը իրար հետ վերցված շատ լուրջ ձևով ազդում է Թրամփի դիրքորոշման վրա, նաև այն, որ Ուկրաինան շատ հետաքրքիր հաջողություններ է գրանցում եւ դրա համար սկսել է փոխել Թրամփը հիմա իր դիրքորոշումը։ Հիմնական պայմանավորվածությունները, որքան հասկանում եմ, Patriot-ի հրթիռների շուրջ է, նաև կարևոր է, որ G7 ընդհանուր հայտարարություն է տարածել Ուկրաինայի մասով եւ այդ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ երկրները ավելի շատ են սկսելու աջակցել Ուկրաինային եւ ես որքան հասկանում եմ, Թրամփը դեմ չի եղել այդ հայտարարությանը, այդ հայտարարության մեջ նաև խոսվում է Հորմուզի նեղուցի մասին, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն Իրանի հետ կապված իրավիճակը ազդում է նաև Ուկրաինայի վրա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա Ուկրաինայի մասով։ Սա էլ ֆիքսենք եւ անցնենք առաջ։ Այսօր հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը եւ Մասուդ Փեզեշկյանը, այսինքն Միացյալ Նահանգների նախագահը եւ Իրանի նախագահը թվային եղանակով ստորագրել են փոխհմբռնման հուշագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստորագրվեց այդ փոխհմբռնման հուշագիրը, դա կա նաև համացանցում Թրամփի լուսանկարով եւ Փեզեշկյանի եւ սկսել են արդեն պարզ դառնալ այդ պայմանավորվածությունների կետերը, ճիշտ է 60 օրվա վերջնական պայմանավորվածությունները պետք է տեղի ունենան, դեռ մեծ հաշվով շատ բան չկա, հիմնականում այդ փաստաթուղթը վերաբերվում է Հորմուզի նեղուցին, բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների շրջափակման վերացմանը Իրանի նկատմամբ, թե ինչ ժամանակագրությամբ պետք է հեռանա Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի ափերից, պատժամիջոցների վերացման, Իրանի վերականգնման, այսինքն բավականին հետաքրքիր փաստաթուղթ է, ասեմ, որ շատերը կարող է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում դժգոհ լինեն այդ փաստաթղթից, բայց մեծ հաշվով մեզ համար դա ինչու՞ չէ ընդունելի փաստաթուղթ է։ Կարևորը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ Իրանի միջև իրական փոխհմբռնում լինի։ Բայց Թրամփը շտապել է զգուշացնել, որ համաձայնագրի տեքստը վերջնական չէ, դա փոխհմբռնման ընդհանրապես հուշագիր է, ու եթե իրանցիները իրենց լավ չպային, անմիջապես կվերադառնան նրանց գլխին ռումբեր նետելուն։ Այդ Թրամփի ոճով հայտարարությունը կրկին Թրամփը իր ոճով հայտարարություններ է անում։ Ամենակարևոր օրվա թեման դա ուկրաինական դրոնների հարձակումն է Մոսկվայի վրա։ Աննախադեպ շատ լուրջ, շատ մեծ հարձակում էր այս անգամվա հարձակումը Ուկրաինայի վրա, այսպես է բազմաթիվ տեսանյութեր, բազմաթիվ հայություններով, թե ինչպես ժողովուրդը մոսկվացիները դժգոհ են, վախեցած են ու ճապի մեջ են եւ կային կադրեր, թե ինչպես երբ որ անօդաչու սարքին ռուսական ուժերը հարվածում են, դրանցից մեկը ընկնում է Գութ Նիսանովի բիզնես օբյեկտի վրա, մեծ շուկայի վրա եւ այն սկսում է այրել եւ այն սկսում է այրվել այդ մեծ պայթյունից։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարում է, դա առավոտյան էր այդ հայտարարությունը, որ 170-ից ավել դրոն են իրանք կարողացել խոցել, ես պատկերացնում եմ, որ շատ ավելի մեծ դրոնային հարձակում է իրականում եղել, քանի որ Մոսկվայի տարբեր տեղերում մեծ այրումներ են գրանցվում, հատկապես նավթի արտադրման եւ վերամշակման գործարաններն են այրվել։ Եվ այս առումով Վլադիմիր Զելենսկին մի շարք կարևոր հայտարարություններ է արել, նա հիշեցրել է, որ այն օրը, երբ որ Ռուսաստանը օրեր առաջ հարձակվեց Կիևը Պիչերսկը Լավրայի վրա, այդ հին տաճարի վրա, ուկրաինական, որը որ նորմալ ռուսների համար նաև սրբություն է,
Զելենսկին ասաց, որ մենք խոստացանք այդ ժամանակ, որ անպայման պատասխան կլինի եւ սա էր այդ հարձակման պատասխանը Մոսկվային։ Եվ ընդամենը 1 շաբաթվա մեջ մենք 2 հզոր հարձակում իրականացրինք, Զելենսկին ասում է, Մոսկվայի վրա։ Ուկրաինան այսօր նաև հարվածել է Ռոստովի շրջանում, բավականին ծանր է իրավիճակը նաև Ղրիմում, այնտեղ շարունակվում են կամուրջների վրա նաև հարձակումները ուկրաինական դրոների եւ էլ իմաստել չունի խոսել բենզինից կամ վառելիքից, այդքան բարդ է իրավիճակը իրականում Ղրիմում։ Մենք տեսանք նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարի հայտարարությունները Ղրիմի վերաբերյալ եւ այդ ամենը, եթե ընդհանուրի մեջ դիտում ենք, հասկանում ենք, որ բավականին ծանր բարդ իրավիճակում է հայտնվել այսօր Մոսկվան։ Զելենսկին հստակ ասել է, ուզում եք, որ այս ամենը չլինի, պետք է ավարտեք պատերազմը։ Եթե հարվածում եք Կիևին, կամ եթե հարվածում եք Ուկրաինային, ապա պատասխան հարված եք ստանալու։ Այսօր ուկրաինական դրոների հարվածները այնքան ցավոտ են դարձել ռուսների համար, որ նույնիսկ Սոլովյովը, իրենց պրոպագանդի Սոլովյովը անիմաստ ինչ որ փիլիսոփայական մտքեր է սկսել արտահայտել, մեծ հաշվով ոչինչ չասող եւ ինչ որ չափով նաեւ ժողովրդին պատրաստող վատ օրերի։ Եվ ահա այդ Ռուսաստանը կենտրոնացել է Հայաստանի վրա։ Դա իրենց պետք է, քանի որ պետք է իրենց հասարակության ուշադրությունը սևեռել ներքին խնդիրներից այլ խնդիրների վրա եւ բավականին հարմար է հիմա խոսել Հայաստանի նկատմամբ լարվել, փորձելով փնտրել նոր արտաքին թշնամի։ Բայց այնինչ տեղի ունենում Մոսկվայի հետ, եթե իրենք խելք ու գլուխ ունենան, իրոք աղետալի է իրենց համար։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։